Այսօր ամենուրատվականին հայտնի դարձավ, որ ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրունյանին։ Ավելի ուշ ներկայացրեցին տեղեկություններ, որ Վախթանգ Միրունյանին ձերբակալել են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին կալանավորվել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, նրան իրավապահները մեղադրում են ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման մեջ, մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննությունն արդեն իրականացվել էր դեռևս 7 տարի առաջ եւ հերքվել։ Մասնավորապես քրեական գործը վերաբերում է Norfolk Consulting ընկերությանը, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018 թվականի քննությունը իրականացվել է եւ վարույթը կարճվել է։ Ստացվում է, որ 7 տարի անց իրավապահները որոշել են նույն կարճված գործի տվյալներով առանձին քրեական գործ հարուցել եւ հետապնդում իրականացրել։ Վարդան Հարությունյանը, որը պետական եկամուտի կոմիտեի նախկին նախագահն է, այս պահին կալանավորված է, գտնվում է տնային կալանքի տակ եւ ահա նրա տեղակալ Վախթանգ Միրունյանը ձերբակալված է։ Կհետևենք հակակոռուպցիոն կոմիտեի հետագա գործողություններին, արդյոք վերջիններս կդիմեն դատարան, որպեսզի նրա խափանման միջոցը եւս կալանավորումը ընտրվի, թե ոչ։ Հետևենք իրադարձությունների զարգացմանը։